Բարև ձեզ, օրեր առաջ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապայանը հարցազրույց էր տվել 5-րդ ալիքին եւ խոսել էր ինչ-որ հարցերի շուրջ, որոնք փոխանակ ծածկ են, փոխանակ պատասխաններ են հարցերին, որոնք այժմ կախված են օդում ու ոչ մի եկեղեցական չի պատասխանում, այլ փորձում են ինչ-որ մտածածին պատասխաններ հորինել, պնդել, պահանջել, որ այդ հարցերը իրենց չտան, նոր հարցեր առաջադրեցին Աջապայանի հարցազրույցը եւ փորձում եմ անդրադառնալ, հասկանանք ինչ է ուզում այս մարդը ընդհանրապես ու ինչ է ուզում հասնել իր պատասխաններով կամ իր վարկով։ Դու չես որոշողը, դու ես եկեղեցուց թե չէ։ Դա որոշողը մենք ենք։ Ինչ է նշանակում դու չես որոշողը, դու եկեղեցուց ես թե ոչ։ Որոշողը մենք ենք։ Այսինքն որ ես ծնվել եմ, իմ ծնողներն ինձ ասել են, որ ես հայ առաքելական եկեղեցու անդամ եմ, որ ինձ դարձրել են քրիստոնյա, ինձ քրիստոնեական գաղափարներով են լցրել։ Պարզվում է այդ ամեն ինչը սասուտ էր, պիտի գնային Աջապայանից հարցնեին, որ ինձ Աջապայանը ասեր, ես քրիստոնյա եմ, հայ առաքելական եկեղեցուց եմ, թե ոչ։ Այս ոնց որ մի քիչ չի տեղավորվում, հա, քրիստոնեական արժե համակարգի մեջ։ Կամ որ հիմա երեխան ծնվի, մարդ ուզելա կնքի, գնա եկեղեցականներից հարցնի, թույլ կտաք ես դառնամ հայ առաքելական եկեղեցու անդամ, թե ոչ։ Դուք էլ տեսակավոր եք, սորտավոր եք։ Քեզ թվում է, թե եկեղեցին հանրային տարածք է։ Եկեղեցին հանրային տարածք չի։ Եկեղեցին կարող է ցանկացած մեկին արգելել մտնել եկեղեցի։ Որովհետև եկեղեցին հայ առաքելականների համար ստեղծված սակրալ միջավայր է, որպես իրենք հավաքվեն եւ փառաբանեն Աստծուն։ Իսկ դա գլխավորում է քահանան, առանց քահանայի չկա ոչ ցես, ոչ արարողություն, ոչ պատարակ, ոչ մգրդություն, ոչ պսակադրություն։ Եկեղեցին կարող է ցանկացած մեկին արգելել մտնել եկեղեցի։ Պարոն Աջապայան, եկեղեցին հավատացյալներն են։ Միավորն այդ հավատացյալների։ Իսկ շենքը մեր վանքերն են, որտեղ որ մարդիկ գնում են, այո, փառաբանելու Աստծուն։ Բայց մարդը կարող է Աստծու հետ խոսել եւ հարաբերվել նաեւ իր տանից, ցանկացած մի տեղից, իր սրտում զգալով Աստծուն։ Որովհետեւ Աստված ասում է, որ ես ձեր բոլորի մեջ եմ, ձեր բոլորի սրտում եմ։ Ու դու ինչպես կարող ես այդքանից հետո համարել կամ արգելել մեկին, որ մտնի եկեղեցի։ Այսինքն մարդը ինքը իր հետ խոսելու համար նույնպես քեզնից թույլտվություն վերցնի, եթե շենքի մասին ես խոսում, այդ շենքն էլ ձերը չի։ Եթե շենքերը եկեղեցիները ձերն են, այսպես չի պահի եկեղեցիները, այդ մեր վանքերը հազարամյա սարերում ամենուր եկեղեցիներ կան փլատակների վերածված, խոտը աճած, բարձրացած։ Մեկը գնում եք ինչ-որ խումբ տանեք, մաքրեք, հետևեք, խնամեք։ Այդ ժամանակ արդեն եկեղեցին ձերը չի, հա։ Բա որ պետությունը որոշում է, որ եկեղեցու համար գումար տրամադրի, եկեղեցին բարեկարգի, բարենորոգի, բա ինչ չեք ասում, պետությունը, եկեղեցին մերն է, դու ինչ գործ ունես։ Այն հասցրել եք եկեղեցու մեր հոգևորականների, մեր գաղափարախոսության նշանակությունը այնքան ներքև, որ մարդիկ արդեն ընկալում են, որ քահանան թաղման կարգ անելու համար է, կնունքի կարգ, հարսանիք եւ այլն։ Քահանան ուրիշ ոչ մի բանի համար չի։ Հա, մեկ էլ արգելելու համար, որ դուք որոշեք ընտրովի, էլի, ով մտնի, ով չմտնի, մարդը հավատում է, հանկարծ մեկ էլ տեսար, ձեր սրտով չի, այդ մարդը չեք թողում, որ ներս մտնի։ Դուք եք որոշում այդ մարդը լավ է հավատում, թե վատ է հավատում, քիչ է հավատում, թե շատ է հավատում։ Եվ դու որևիցե քահանայի իրավունք ունես պարտադրելու, որ ինքը մգրդի սրան կամ նրան, չկա նման պարտադրանք։ Դու կարող ես որևիցե մի քահանայի պարտադրել, որ ինքը պսակադրի սրան կամ նրան, չկա նման բան։ Արդեն 1700 տարուց ավել է մեր քահանաները մկրտում են, պսակադրում են, թաման կարգ են կատարում, ու ոչ մեկին ոչինչ չի պարտադրում։ Կարծես սինխրոնացված մարդիկ իրար հետ հասկանալով մի համակեցության գեղեցիկ կարգ է սահմանվել, որտեղ որ քահանան գիտի իր դերը, իր նշանակությունը, ժողովուրդը գիտի քահանայի դերը եւ նշանակությունը, լավ գիտի, մի փորձեք փոխել։ Բոլորը բոլորի տեղն ու նշանակությունը գիտեն։ Ինչի համար է այս խոսակցությունը փորձել, ով է փորձել ձեզ պարտադրել ինչ-որ մի կարգ անել։ Չեն պարտադրում։ Հələ վճարում են դրա համար նաեւ ձեզ։
Որովհետև դուք եկեղեցու սպասավորներն եք, դուք եք այդ կարգերը կատարում, որը որ պարտադիր համարյա կարելի ասել, պարտադիր վճարով է դարձել։ Թող այդ վճարն էլ հասնում քահանաներին, լավ քահանաներին, բայց ինչի մասին է խոսակցությունը ես չեմ հասկանում։ Ինչի համար եք դուք ժողովրդին երեսով տալիս, հավատացյալներին երեսով տալիս, որ դուք չեք կարող կալ պարտադրել։ Ոչ մեկին ոչինչ չի պարտադրում, պարոն Աջապարյան։ Բայց այս խոսակցությունը, որ դու տանում ես, դրանով նորից հեռացնում ես ժողովրդին մեր հայ առաքելական եկեղեցուց։ Ու հետո չզարմանաք, թե ինչպես ստացվեց, որ մարդիկ դարձան աղանդավոր։ Այսպես ստացվեց։ Հոգևորականին խոսելու ես ոչից ստացվեց, գաղափարներից ստացվեց, որ փոխանակ գաղափարական խոսակցություն ունենանք, կրոնական, քրիստոնեական, մեր պահվածքի, քրիստոնյային վայր պահվածքի եւ արժեհամակարգի մասին ինչի՞ց է խոսում։ Եվ եկեղեցին, որ մենք բացել ենք այսպես դռները բաց եւ ասել ենք մտեք բոլորը, ովքեր ուզում եք մտնել, դա չի նշանակում, որ եկեղեցին հանրային տարածք է։ Զբոսայգի չի եկեղեցին։ Ոչ էլ փողոց է։ Եկեղեցին հայ առաքելականների համար սակրալ տարածք է, որտեղ հայ առաքելականները, նրանք, որոնց քահանան թույլ է տալիս, որ մտնեն, մտնում են պաշտելու համար Աստծուն։ Գիտենք, որ եկեղեցին զբոսայգի չի։ Գիտենք, որ եկեղեցին մեր սրբավայրն է։ Ամբողջ ազգը այդ մասին գիտի։ Նույնիսկ նրանք, ովքեր քիչ հավատացյալ են, շատ հավատացյալ են, բոլոր այդ մասին գիտեն։ Այնքան գիտենք, որ էլի եմ կրկնում, հազարավոր, միլիոնավոր մարդիկ, հայ մարդիկ, զոհվել են հանուն այդ եկեղեցու, որ ասում ես եկեղեցին հանրային տարածք չի, որ այսպես դռները բացել ենք, դուք չեք բացել, այդ եկեղեցու դռները հայ մարդը իր արյունով բացել է, իր արյունով վճարելով բացել է, որ դուք հիմա թաղման կարգ եք կատարում, մարդիկ երեխեք եք մկրտում, հարսանիքներ եք օրնում, այդ հնարավորությունը ստանալու համար հայ մարդը իր կյանքով է վճարել հազարամյակներ շարունակ։ Ու այսօր երես տալ, մարդկանց տեսակավորել, սորտավորել, մեկը եկեք, մյուսը չէ, մենք թույլ տանք, մենք թույլ չտանք, դուք սխալվում եք, դուք չեք կարող թույլ տալ։ Ոչ մի բարոյական հիմք չկա, որ մարդուն, հայ մարդուն թույլ կա կամ թույլ չտակ։ Այդ կամ ինչպես է ստացվում, որ տուրիստին թույլ եք տալիս, մուսուլման տուրիստը կարող է գա, մտնի եկեղեցի թույլ եք տալիս, բայց մեկ էլ հանգարց հայերի մեջ ինչ-որ մի հատ խմբի եք առանձնացնում, որոնց կարող է թույլ չտակ, ելնելով քաղաքական հայացքներից, այսինքն հայ մարդը, ով քաղաքական այս կամ այն հայացք ունի, այնքան արժանի չի, ինչքան կարող է այլ կրոնի դավանող ինչ-որ օտար մարդը, թե այդ օտար մարդը գումարած ասում եկեղեցում, շուր կողքից այդ սեղանիկները, որ տարած են շատ տեղերում առաստուր են անում, նորմալա ձեռք է տալիս, էլ ինչպես հասկանամ ես։ Կամ մեր ժողովուրդը ինչպես հասկանա այդ փաստը, այդ ձեր խոսակցությունը։ Այդ նույն բանով հաջողությամբ գնացեք, մտեք կյանքի խոսքի սրա, ասեք մերն է։ Գնացեք Եհովայի վկաների տարածք մտեք, ասեք էսի մերն է։ Գնացեք մորմոնների եկեղեցին մտեք, ասեք էսի մերն է։ Չհասկացանք։ Ավետարանականների ժողովարանը գնացեք մտեք, ասեք էսի մերն է։ Հայարակելական եկեղեցին ձեր ձերը պատանդ է։ Այն, որ մենք դռները լայնորեն բացել ենք ձեր առջև, դուք օգտագործում եք մեր դեմ, չափերը ճանաչեք, պիտի չափերը ճանաչեք։ Ժողովուրդ, տեսեք ինչ է ասում այս մարդը։ Հայ առաքելական սուրբ եկեղեցին, մեր գլխավոր եկեղեցին, որը սահմանադրությամբ համարվում է մեր կրոնը, հիմնական կրոնը, որի համար նորից եմ ասում, այդքան փորձությունների մեջով անցել ժողովուրդը, համեմատվում է մորմոնների հետ, համեմատվում է Եհովայի վկաների հետ, այլ աղանդների հետ, որոնք հենց հայ առաքելական սուրբ եկեղեցին է համարում աղանդ ու ճանապարհից շեղված, եկել է համատում ասում, դե նրանց հետ էլ նույն ձև վերաբերվեք, նրանց էլ նույն պահանջ ունեցեք, ինչ պահանջ որ ունեք հայ առաքելական եկեղեցուց։ Այսինքն ես որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ կամ մեր ազգի ցանկացած մի հայ մարդ, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, պիտի նույն շարքին դասի հայ աղանդներին, մորմոններին, Եհովայի վկաներին կամ մնացածին։ Ո՞վ է իջացնում եկեղեցու դերը այսօր։
Կա պարզվի ինքն է իջացնում։ Ոնց որ թե չափերը ճանաչեք։ Ում ես ասում չափերը ճանաչեք։ Ում չափն ես ուզում ճանաչել տաս։ Հələ մի հատ ճանաչի եկեղեցու չափը, մեր եկեղեցու հզորությունը, մեր եկեղեցու փառքը ու բերդի համեմատի աղանդների հետ ու նոր մնացածին էլ կոչ արա որ չափերը ճանաչեն։ Առաջին անգամ իմ անունը տվել է։ Այսքան ժամանակ ոչ մի անգամ իմ անունը չի տվել։ Առաջին անգամ իմ անունը տվել է այդ իմ վերջին բանի, մինչև հիմա իմ անունը չի տվել։ Տխրել ես այդ փաստից։ Դե նենց արա թող շուշուտ տա։